Կիրեկի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Սպառազինության մրցավազք չի լինելու կամ բանակի օրը չարացի վերաբերյալ մտորելու հավելյալ առիթ, արագ զինվող թշնամու իրական նպատակն ու տարածաշրջանում խաղաղության մոտալու ավարտը։ Ռազմաճնաբերական համալիրի զարգացումը մեր երկրի ռազմավարական նպատակներից մեկն է։ Շատ ցածր տեմպերով ենք առաջ շարժվում։ Պահեստազորի հետ այսպես աշխատելը այդքան էլ տեղին չէ։ Պետք է սպասես, մինչև գործառույթները կանեն կվերջացնեն։ 1-2-3 տարի հետո դրանք բարոյապես սկսում են մաշվել։ Մենք դեռևս 2020-ին պատերազմին ենք պատրաստվում։ Աշխատողների իրավունքների ոտնահարումը կամ ինչ օրենք ինչ բան ասողների ինքնավստահությունը, ինչպես է գործատուն խախտում արդար վարձատրության սկզբունքը եւ ինչու են պետական բուժհաստատությունում հրաժարվել վճարել փորձաշրջանի գումարը։ Մանիմաստ է ընդհանրապես խոսել, աշխատանքը գեղեցկացում է մարդուն բանաձևի մասին։ Ինչ այնտեղ գեղտող աշխատանքներ կար, ամբողջը արելու։ Մասնավորի ձեռնարկությունն է ինքը ինչ ուզի կանի։ Աշխատանքի չընդունելու հետ է կապված։ Ասացի իսկ ինչքան պետք է ինձ վճարեք, ասում եմ վճարել ոչ մի։ Լավ աշխատողին եթե լավ ենք պահում, ինքը ավելի շատ լավ արդյունք է տալիս։ Մեդիա խուլիգանություն կամ քրեական օրենսգրքի նոր դրույթների կամայական կիրառումը, ինչու են գերակշռում ատելության խոսքն ու հայույախառն ելույթները եւ ինչպես են քաղաքական ընդդիմախոսները անմիջապես հայտնվում իրավապահների թիրախում։ Հեռու գնացեք, օրինակ էկրաններից ես այս բառն եմ հիմա օգտագործելու։ Դու չես երևում, ըստ այդն դառնը ավելի համաձայն։ Դանովը չես կարող բացնես։ Նախագահյան քնչեց խուլիգանություն։ Նույն օրենքները պետք է կիրառվեն օնլայն։ 15 մեքենաների մասնակցությամբ շղթայական վթարն ու շտապօգնության մեքենային չզիջելու տխուր հետևանքը, հիվանդանոցում հայտնված 3 երեխաներն ու փախուստի դիմացների ուղղությամբ կրակոցները։ Շտապօգնություն տարավ։ Այնա օգնություն եմ։ Ընդհանուր 6 ավտո էլի։ Ինչքան ավտո է, այ մարդ կլուտ չանեցի։ Նոր լեցումա։ Նոր բնակարանի համար գումարի մի մասը վճարելու պատրաստակամությունն ու անապահով ընտանիքի սպասումները, որքան գումար փոխանցվեց բանկային քարտին եւ ինչպես պարտատերը հրաժարվեց պարտքից։ Վարկյաններ էինք հաշվում, երեխեքն էլ նույնպես մամա վաղնա։ Շատ ուրախացա։ Չէինք սպասում սենց մեծ արձագանքի։ Շիշ ավնովիկը։ Կմտածենք մարդու կնիկ ինչ ուրա պետքա ծախս։ Պատկերս կտամ։ Որն է ամենաշատը եղել քո սրտով։ 140,000-ը պետքա տասի ինձ, ասում եմ Պետք է որ աշխատես քո երեխեքի վրա կծախսես։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։